Մերձավանի դպրոցում տեղի է ունեցել հետևյալը. Ծոց մնացող, որը սարը բասել է Երեխաների դաստիարակության մասին խոսողները վայվույ են դրել, որ ծնողները լավ չեն դաստիարակել իրենց երեխաներին։ Այսինքն այդ մարդիկ մտածում են, որ խնդիրը երեխաների վարքն է, եւ եթե երեխաները հարգալից լինեն իրենց ուսուցչուհու հետ, խնդիր չէր լինի։ Վստահ եմ, որ երեխաների ծնողները եւ երեխաներն էլ վստահ են, որ եթե ուսուցչուհին չխոսեր իրենց ճուզած թեմաներով, խնդիր չէր լինի։ Այս բոլոր մարդիկ իրար նման են մի բանով, որ իրենք չեն հասկացել, թե առասարակ դպրոցը ինչի համար է։ Եթե հասկանային, խնդիրը ուրիշ տեղ կփնտրեին եւ կհասկանային, որ չարիքը ինքնին դպրոցն է, այլ ոչ թե ուսուցչուհու վարքը կամ երեխաների վարքը։ Դպրոցը ծառայություն է, սերվիս։ Ինչպես Facebook-ը կամ YouTube-ը։ Տարբերությունն այն է, որ Facebook-ը եւ YouTube-ը անվճար մասնավոր ծառայություններ են եւ դրանցից օգտվելը պարտադիր չէ։ Իսկ դպրոցի ծառայությունը երեխաների համար պարտադիր է եւ դրա համար վճարում է պետությունը։ Ուսուցիչը ոչ թե այն մարդն է, որը ուղղակի լավ գիտի իր առարկան, կամ լավ գիտի մանկավարժություն, կամ բարի է, կամ չար է, կամ խիստ է, կամ ոչ խիստ է։ Ուսուցիչը այն մարդն է, որը երեխաների մոտ ունի պահանջարկ։ Ուսուցչությունը ծառայություն է, եւ եթե ծառայությունը չունի պահանջարկ, նշանակում է այդ ծառայությունը պետք է կասեցնել։ Լինի դա ուսուցիչ, բժիշկ, մարզիչ, թե որևէ այլ բան։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում Մերձավանի դպրոցի պատմության ուսուցիչը լավ ուսուցիչ է, թե վատ ուսուցիչ է։ Դա հետաքրքիր կարող լինի միայն դաստիարակության մասին խոսող այդ կիսագրագետ բլոգերներին։ Ոչ միայն Մերձավանի դպրոցում, Հայաստանի դպրոցներում ուսուցիչների մեծ մասը չունի պահանջարկ։ Երեխաների մեծ մասը դպրոց է գնում ստիպված, տխուր, իսկ արձակուրդների ժամանակ ուրախ է եւ զվարթ։ Հետևաբար այդ ուսուցիչներին պետք է հեռացնել դպրոցից, այդ դպրոցները փակել, շենքերն էլ բուլդուզերով հավասարացնել հողին։ Մեր հասարակության, մեր երկրի խնդրեմը ոչ թե Մերձավանի դպրոցն է, կամ Մերձավանի դպրոցի ուսուցիչը, կամ երեխաները, կամ ծնողները, այլ դպրոցը ինքնին, սիստեմը, որը պարտադրում է երեխաներին մի ծառայություն, որը երեխաները չեն ուզում ընդունել։ Եթե վաղը Մերձավանի դպրոցի այդ երեխաները իրենց ծնողների հետ գնան ներողություն խնդրեն այդ ուսուցչից, ես վստահ եմ, որ դաստիարակության մասին խոսող այդ դատարկախոսները եւ մատերը ծծող այդ կիսագրագետ բլոգերները համարելու են, որ խնդիրը լուծվել է, բայց խնդիրը չի լուծվել, որովհետեւ չարիքը չի կործանվել, դպրոցները չեն քանդվել եւ ամեն օր տասնյակ հազարավոր հայ երեխաներ շարունակում են գնալ դպրոց եւ կործանել իրենց կյանքը։